բերել Նիկոլին։ Ինչու է այդ հարցը հիմա դարձել ակտուալ եւ ինչ կտա դրա պատասխանը։ Իմ գործընկերոջ չլրացնեմ, պարոն նախագահ։ Մի լրացրեք, որովհետև ես ասացի, որ 18 թվականի մասին ես հիմա չեմ խոսել, որ տևական ժամանակ չեմ խոսել։ Ուղղակի հանրությունն ասում է Նիկոլ Փաշինյանը Միքայել Մինասյանի ձեր փեսայի մարտն էր, եղել է աջակցություն իր կողմից, բայց հետագայում ըստ էության այդ կոնտրոլից դուրս եկել։ Եղել է աջակցություն թե ոչ։ Ինչքան ուզում եք սադրեք, ես 18 թվականի մասին այլևս չեմ խոսել։ Ինչ ուզում եք արեք։ Ուզում եք դուք էլ հիմա բարձրաձայն գոռացեք, որ ես եմ բերել այսօրվանին։ Խնդրել եմ որ գա, օգնել եմ որ գա։ Ուզում եք ասեմ այդ պարագայում ես մազոխիստ եմ, էլի։ Իհարկե, ուզել եմ որ գա։ Բայց Պարոն Սարգսյան, ձեզ համար պարզ է, թե ինչու ձեզ մերժեցին, բայց 18 թվականին մերժեցին ձեզ, հարցը իրենց մոտ առաջանում է, ասում են, հիմա էլ էլի թիրախավորել են իրենց ավելի։ Այսինքն, կարծում եմ դու եւ այդ թիրախավորողները ուրախ կլինեիք, հա, որ ես էլ նստածելնեի։ Ես որևէ մեկի բանտարկությամբ ուրախ չեմ, հատկապես եթե չգիտեմ մեղադրանքը։ Բա ինչու ես այդպեսի արտել տալիս, վայ ջան։ Իսկ այսինքն ինչա, մեծ հերոսություն է մի տարի նստելը։ Բա իմ գործընկերները որ նստած են, տարիներով նստել են, Արմեն Աշոտյան երևի արդեն 2 տարին անցնում է, այդ որ ես տարիներով դատարանի դռներին քարշ եմ գալիս, այսինքն այդ ինձ ինչա, իշխանությունները ինձ ռեկլամ են անում։